այստեղ մեկ ցեն կա։ Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, այսօր ապրիլի 19-ն է 2025 թվականի ու այսօր խուստուբ գիտատաճարի շատ խոշոր հաշվետվություն է։ Այսօրվա իմ խոսքից ժամանակ ես բացելու եմ լիքը տուփեր, որոնք գրքերով են լցված եւ ոչ միայն։ Ինչ ասեմ, ասնիկ գործի էլի։ Ովքեր որ տեղյակ չեն ես ով եմ ու ինչով եմ հիմա զբաղված, ես եւ իմ ընկերները զբաղված ենք մի հատ նոր հաստատության ստեղծումով, ծնունդով, որը կոչվելու է գիտատաճար։ Առաջինը կառուցելու ենք Խուստուբ լեռան ամենագեղեցիկ կետում, որտեղից որ Խուստուբը ամենասիրունը կերևա, ունդեղ զետեղված է լինելու մոլորակի ժամանակակից ամենազիլ պատկերազարդ հանրագիտարանները։ Դա բիզնես պրոյեկտ չէ, դա մեր ժողովրդի համար է ու մենք գիտենք բոլորս համատեղ ուժերով կենենք։ Եվ անցնելով միանգամից բաներին, էլ շատ չցեկեմ, այս արգղերը բացելուն, որոնք այստեղ կողքս լցած են, սկսենք տեսնենք թե ինչ նորություններ կան այսօր։ Միանգամից անցնեմ վերջին։ Ժողովուրդ, ուրեմն տարիներ առաջ Արթուր Ադամյանը ընկերներիցս մեկը, որ հետ ծանոթացել ենք ինտերնետով իդեպ, պլաններ ուներ ստեղծել մոլորակի լավագույն գործիքները, որը կկրնանա մրցակցություն կազմել Bosch-ի հետ, ինչ է անում, Շտիլի հետ եւ բոլոր էլի շինարարիես չգիտեմ, այդ տարբեր լազերային գործիքների հետ եւ խնդրեց, որպեսզի մենք ստեղծենք իր համար լոգո եւ բրենդ։ Եվ մենք այս գիտատաճարի գիտնականի հիման վրա ստեղծեցինք այդ գիտնականի անունով Խուստուբում Fuller բրենդը եւ ես մեծ հբարդությամբ ու մեծ ուրախությամբ բացում եմ այդ գործիքներից մեկը, որը ուղարկել է Արթուր Ադամյան Մոսկվայից, որբիսի մենք Խուստուբ գիտատաճարի հիմքը գցելուց օգտագործենք մեր կողմից ստեղծված նիվիլիրը։ Սիկ այդ գործիքն է, ձեր հետ առաջի անգամ բացում եմ, ինքը լավագույններից մեկն է աշխարհում, ինքը այսպես տուփի մեջ եմ, բայց տարօրինակ էմոցիա է, երբ որ քու ստեղծած այդ լոգոյով, բրենդով բացես կը բան, ինչ անունը, գործիք, մատերիալ, ոչ թե ցիֆրավո ինչ-որ բան։ Հա, վերևում գրված է Fuller։ Իդեպ Հայաստանում վաճառքի շատ քիչ տեղեր կան այս գործիքներից, բայց այստեղ փաթեթավորված է նիվիլիրը, որը այսպես շատ նուրբ գործիք է, որը թույլ տվեք էլ չբացեմ, որովհետև այստեղ կա ուղեցույց, թե ինչով օգտագործել այս հաստաչափը, ու մենք այս գործիքով մեր Խուստուբում ստեղծված գործիքով սարքելու ենք Խուստուբի գիտատաճարի հիմքի հաստատությունը, հիմքը էլի։ Բայց արեքսիկ տնեմ կողքի էլ սիկ չքանդեմ, որովհետև սիկ կուզե որ ես ուղեցույցը կարտամ նոր օգտագործենք այս գործիքը, սիկ մեկ։ Նո, իրա հետ կուկա արդեն իրա ինչ որ էլի մեր Fuller-ի եսիմ ինչը, իդեպ սա զուտ գովաստ չէ, էլի զուտ իմացեք, որ սիկ Խուստուբում ենք ստեղծել ու բայց չէ որ Հայաստանում վաճառվում է այս գործիքները։ Դրա հետ մեկտեղ գուկա իրա մեծ շտատիվը, որը թույլ տվեք հիմի չբացեմ այս նեղ սենյակում։ Ահա, սիկ անցանք, հիմի։ Երկրորդը Արթուրը նաև ֆինանսավորել է մեր գիտատաճարի կմախքի հարցերը, ֆինանսավորել, այսինքն փող չի ղրգել մեզ, այլ առել է շինանյութը, փայդը եւ եսօր վերջապես եկավ հասավ Բոլտու գայկեկը, որոնք Հայաստանում ժողովուրդ իրականում աննորմալ թանկարժ են եւ Արթուրը Մոսկվայից պատվիրել է Չինաստանից ուղիղ, թույլ տվեք էլ չբացեմ, սիկ բոլտեր են մեջը, ընդհանրապես սկանչ են, այնտեղ 3 հատ մեծ ящик է, սա զուտ օրինակ ցույց կտամ, որ Խոսքով մեր բոլտերն եկան հասան, սիկ կնշանակե, որ հաջորդ փուլում մենք կսկսենք հավաքել եռանկյունիները, որը կդառնա գիտատաճար։ Այսինքն դա գեյմ ունեցանք։ Մեր բանը կա, որ նոր չեմ բերել, դա 27-ը, որը մեր Արթուր Ավակյան, արդեն մյուս Արթուրը, ղրգել է 50 լիտր հadouk ռուսերեն պրապիտկա կամ 27, որը պետք է փեդը մշակենք ու հետո արդեն եռանկյունները հավաքենք։ Կարելի է ասել, այս պահին արդեն էստաֆետը հանձնել են ինձ, որովհետեւ ես ֆիզիկապես սկսեմ գործել։ Զուտ հաշվետվության համար ասեմ, որ ամսի 21-ին ես գնում եմ նկարահանումների, որովհետեւ դա իմ աշխատանքն է, ես դրանով գումար եմ վաստակում եւ
գիտատաճարի շինարարական աշխատանքների վրա կաշխատի եկող շաբաթվա վերջերից։ Անպայման ցեզի տեղյակ կպայեմ, կուզեմ ասեմ, որ մարդիկ ղրգել են, հիմա ես պետք է գործերն եմ, ես չեմ հասցնեմ։ Սրա հետ մեկտեղ կա մի հատ անուն ազգանուն, որը չհնչեցնելը հանցագործություն է։ Մեզի Տիգրան Համասյանի համերգներից սկսած մինչև Դահրավի մեր շինարարական աշխատանքներն ու հիմի մի ընկեր ունենք, որը օգնել է սաղ էս մեր վազվզոցները տեղափոխելու հարցում, որովհետև այս ինչ որ ես ցեզի ցույց կուտամ շինանյութ նոր տեղափոխվի, 1000 գիրք կուկակերտա, դիք ինչ որ մարդու շնորհիվ է որ տեղի կունենա։ Իր անունը Հարություն Գալոյան է, իմ թիգունքում նստած եմ իրանք հաց կուտեն, հոգնած է, չի սիրե կամերայի դեմը ներկայանալ, ես ինձ շատ համեստ է, էլի տարբերություն ունի, ես շատ հաճոց է կդրեմ։ Բայց որ պիտի Հարությունին շնորհակալ եղնենք ու որովհետեւ շնորհակալ եղնենք, ես մի հատիկը բան կառաջարկեմ։ Ուրեմն մեր աբագիները, որոնք որ տարել էինք Դահրավ ու ոչ մի բան չի կոդրվել, այս սաղ գրականությունն ու վազվզոցներն ու Համասյանի դաշնամուրը, որը տեղափոխվել է Ռաբիլիչ, պատմության մեջ հեշտմարտ դաշնամուր չի տարել Ռաբիլիչ։ Սա գրել է մեր Հարութը։ Եվ այն մարդիկ, ովքեր որ շատ կարևոր իրեր կուզեն տեղափոխեն Հայաստանի տարածքում, եւ իրանք հարգում են մարդու աշխատանքը, իրանց համար վարորդը դա ուղղակի բանվոր չէ, որի հետ պետք է մունատով խոսաս, այլ իսկապես լավ վարորդ կուզեն, լավ բեռնափոխադրող իրագործի բան իմաց մարդ։ Իմացեք, որ Հարութն է, Հարությունն է Գալոյան, որի հեռախոսի համար ես անպայման կգցեմ այս լայվից հետո բանի մեջ, նկարագրության մեջ, որովհետեւ իմանաք եւ լավ մասնագետին նորմալ վարձադրեք եւ ինքը կորձենա, եթե ցեզի բեռնափոխադրող է պետք։ Հիմա կանք ամենահետաքրքիր մասերին։ Հարությունը ինձ խնդրեց, որովհետեւ ես տուփերը բացելուց բացեմ քարագուսի տուփերը, հետո երկար տուփերը ու եկանք հետաքրքիր մասին։ Ոյ, ովքեր որ տեղյակ չեն, խուստուկ գիտատաճարին օգնելու համար հարկավոր է ուղղակի գնել մեկ գիրք մեր ցանկից, որը նկարագրության մեջ կա եւ տեղեկացնել մեզ, որովհետեւ մենք ցանկից տեղափոխենք գնվածների մեջ։ Ներկա պահին գնված է 191 գիրք, այսինքն 191 գիրք արդեն գիտատաճարի համար նվիրվել է, որոնք կամացից հասնում են եւ դեռ կա գնելու 1000-ից ավել գիրք, մոտենում ենք 200-ին։ Սկսենք unboxing-ը։ Այս տանագը ապասնի է, սպասեք սորով, էլի։ Ուրեմն Սային կա։ Ստեղ ես լիքը գրքեր ունիմ, որոնք հեշտականությամբ սկսենք բացել։ Առաջի գիրքը փակ է, շատ մեծ զգուշությամբ պետք է, չէ, բացված է։ Ուրեմն մեր ցանկից եսօրվա մեր ստացած գիտատաճար հասած գրքերից առաջինը ինչպես մեծացնել զարմանալու երեխա։ Անասուն չէ, ինչպես մեծացնել խելքը գլխին երեխա։ Ու սրա մեջ մանրամասն ինչքան կհասկանամ բացատրած է, թե երեխա ինչեղ մեծացնես, որ այդ երեխան դառնա բազմաֆունկցիոնալ, խելացի, գրագետ մարդ։ Չեմ կարդացել, բայց հենց կարդամ կկիսվի։ Մի խոսքով առաջի գիրքը DK-ից, որը այսօր հասավ, կոչվի ինչեղ մեծացնել խելքը գլխին երեխա, որը մեզի նվիրել է ինչպես Պետրոս Պետրոսյանը, Պետրոս Պետրոսյանի նվիրած գիրքը։ Դրեցինք կողքի եւ ստեղից գրեցինք, որ Պետրոս Պետրոսյանի ինչպես մեծացնել զիլ երեխա գիրքը հասել է գիտատաճար։ Հաջորդ գիրքը կոչվի ինչպես է արվեստը գործում, բացատրած հասարակ լեզվով։ Խոշոր իդեաները բացատրած հասարակ լեզվով։ Կոպիցած արվեստ հասկանալու մասին է, այստեղ կոպիցած են մարդիկ, որ ամեն բանը քսենսիկ արվեստ է, երևի այս գրքով մենք հասկանանք ճիշտը որն է, էլի։ Կոպիցած ինչը կոչվի արվեստ, որ ամեն հիմարություն չկոչենք արվեստ։ Ու կարելի է ասել մեր գրադարանը լիքը վեճեր կգցե իր տեղը։ Մի խոսքով, ինչպես է արվեստը աշխատում։ Տեսնենք այս գիրքը ով է նվիրել, բավականին ծանր գիրք է։ Так. Մի վարյանը
The Art Book, երևի սա է, 352 էջ է սա, եթե սա է, ուրեմն ճիշտ է, այս գիրքն է, ասեք միամ համոզվիմ, որ չսխալվիմ, էլի, որ չսխալվիմ առանց են, այո, սա է, ինչպես է արվեստ աշխատում նվիրել է համար 38-րդ գիրք նվիրող մարդը Անի Վահրամյան անուն ազգանունով, շնորհակալություն Անի ջան, ձեր վստահության համար եւ միամ լրացուցիչ ինֆո, եթե դուք պատրաստվիք ու կուզեք ու լավ կեղնի որ ուզեք Խուստուբ գիտատաճարին ձեր անվանական գիրքը նվիրել, դիք կնշանակի որ դուք պետք է ինչ-որ ձև իրան առաքեք եւ ես ձեզ խորհուրդ կուտամ առաքել սովորական փոստով, գլոբինգներից, օնիքսներից մի օգտվեք, սովորական փոստով կհասնին գրքերը, արդեն 15 քանի հատ գիրք ունենք, որը հասել է ավանդական փոստով, անիմաստ ծախսեր մի տվեք գլոբինգների։ Հաջորդ գիրքը ես սրա մասին գիտեի, սա մեր ամենաառաջի գնված գիրքն է։ Սա մեր խորհրդանշական գիրքն է։ Ինքը նվիրել է քիչ առաջ իմ կողմից նշված Հարութ Գալոյանի եւ իր կնոջ կողմից։ Եվ ինչով է ինքն զիմար խորհրդանշական, որ երբ որ ես սրա մասին հայտարարեցի Հարութը, որ այդ տրանսպորտի գործերը կենե, սա Հայկ ջան, առաջի գիրքը ես կուզեմ առնեմ ու առավ ինչի մասին է այս գիրքը Ավատար ֆիլմի մեջի ուդելիքների պատրաստման, այսինքն եթե դուք կուզեք պատրաստեք Ավատար ֆիլմից տարբեր ուտեստներ, դուք կրնակ այս գրքով պատրաստվեք։ Իդեպ մեր 4 ավատարի վերաբերվող գրքերից մեկն է, մնացածի երկրորդ, երրորդը գնված են ճանապարհին են։ Սա մեր խորհրդանշական գիրքն է։ Այս գիրքն է այն հիմքը, որից սկսավ այս գրքա հավաքը։ Մի խոսքով Ավատար, քանի որ ես միանգամից գիտեմ, բայց ֆանտաստիկ գիրք է, գիտեք, Էլեն Եվրոպան։ Չէ, ժողովուրդ շշմելու տպագրություն է մեջը կատարած ու էպիզոդներով տված է, որտեղ ինչ են կերել ու ինչ են կերել ըստ կինոյի եւ կրնակ սարքեք Ավատարի մասին ռեստորան, մեջը ուտեստներով։ Ուրեմն official cookbook։ Ավատարի խոհանոց գիրքը եկավ հասավ տեղ։ Հաջորդ գիրքը ես չեմ տեսնում։ Պետք է բացենք։ Պետք է բացենք։ Ստեղ 3 գիրք է։ Հերթով երթանք։ Օ, սա իրականում մեր ցանկի մեջ չի եղել ի սկզբանե, բայց քանի որ այս գիրքը բոլոր կետերով համապատասխան է մեր գրքի որակի ստանդարտներին, մենք այս գիրքը ընդունել ենք, շուտով ցանկի մեջ կավելցնենք, սիքը մի առանձին գտնեմ, որը կոչվի է ճարտարապետության համառոտ պատմություն, ճարտարապետներին կհետաքրքրե, ընդհանուր պատկերացում է ճարտարապետության մասին, իդեպ ճարտարապետության թեմայով ահռելի գրքացանկ ունենք, որը դուք կրնակ գրեք եւ նվիրեք Խուստուբ գիտատաճարին։ Այս գիրքը ճիշտ ասած, այս պահին անգիր չեմ հիշե ով էր նվիրե, որովհետեւ ցանկով չկար, բայց արխիվներում գնայեմ, սա դնեմ կողքի, որովհետեւ այդ գիրքը նվիրող մարդը նաեւ գիրք էր նվիրե մեր ցանկից, հենց հասա, կսեմ, սիկ դնեմ կողքի։ Իդեպ, Անահիտ Մի ամոր խնդրեմ են տաշնամուրի վրի են 3 գիրքը, որոնք որ մոռացել էին կդիկ եք ուտած։ Են 3 գիրքը, մեր օպեմ 3 հատ գիրք կա, որոնք անցած անգամ մնացել էր ящիկի մեջ։ Ես իդեպ մոռացել էի, ուրա։ Ժողովուրդ, ես իդեպ մոռացել էի շատ կարևոր բան, անցած անգամվա հաշվետվության ժամանակ այդ չամադանը ուներ մի հատ գրբան, որտեղ կային 3 հատ խոշոր գրքեր, որոնք մոռացել էի ցույց տալ, արեք մի անգամից դրանք էլ ամփոփենք, էլի։ Ուրեմն առաջինը կարելի է մեր առաջի գիրքը վերաբերվող քաղաքին, հա, որտեղ մենք 200 գրքից ավել ունենք քաղաքների ուղեցույցեր։ Այնքան ճամփորդական չի, ինչքան ծանոթանալու մարը թե ամեն քաղաք ինչ պատմություն ունի։ Ու առաջինը Մոսկվան է։ Մոսկվայի մասին առաջի գիրքը եկե հասել է տեղ։ Սիկ շուտ էր հասել, պրոստը չէի բան հասցրել եմ։ Ես իրան հասցրել եմ թերթեմ եւ սպես ասեմ, ինքը ոչ միայն ոչ թե տուրիստական է, այլ դուք կհասկանաք թե Մոսկվան երբ է ստեղծվել, ինչ է ստեղծվել, ով է ստեղծվել, ինչ փուլեր է անցել, ինչ ճարտարապետություն ունի, քարտեզն ինչ է, թաղամասերն ինչ են, ու սա առաջինն է, ու մենք ունենալու ենք 200-ից ավել սպես գրքեր։ Եվ ես ճիշտ ասած մի հատ խնդրանք ունեմ, եթե դուք ունիք տուրիստական կազմակերպությունում տնօրեն, չգիտեմ, ընկեր, ծանոթ բան, տեղյակ բայեք Խուստուբ գիտատաճարի մասին եւ հուշեք, որ իրանք կրնան առնին Խուստուբ գիտատաճարի համար
բոլոր ճամփորդական travel գրքերը DK-ի մեր ցանկից ու մենք անկեղծ շնորհակալ կեղնենք իրանց եւ ինչով կրանանք կօգնենք։ Այս գիրքը նվեր էր տվել Դավիթ Շահբազյանը, Դավիթ ջան, շնորհակալություն, ինքը տեսել է իմ ուղերձս YouTube-ով, սոսի հին հետևորդներից է եղել, ուտպես իսրդե ախպերավարի դրացրինք այս գիրքը ստեղ։ Հաջորդ գիրքը, որը էլի մնացել էր չամադանի մեջ ու ես չէի տեսել, Գոչվի է ինչպես է փիլիսոփայությունը աշխատում, այսինքն փիլիսոփայություն երևույթը հասկանալու համար։ Էլի սիգնման են արվեստի գրքին, որ այս մեկի չեմ կկամը ծնեք։ Ժող, քիչ եմ վոլյումը իջեք։ Հա, այս գիրքը բանի փիլիսոփայության բացատրության մասին է, թե դա ինչ է, ինչ երևույթ է, ինչեղ կաշխատի եւ սորից հետո կհասկանանք ինչեղ ճիշտ փիլիսոփայել։ Այս գիրքը Հա, ուստեղ մի րոպե։ Հա, ուստեղ մի հատ էս գրքի հետ կապված ես մի հատ իգամ կոբիտ սխալ եմ թույլ տվել։ Այս գիրքը նվիրվել է ոչ թե որպես գիրք, այլ ես կհիշեմ, որ մեզ իսեցին փող կա, չգիտեմ ինչեղ գիրք առնենք, ես այս գիրքը առնել եմ տվել։ Բայց իմ արխիվներից մեջ ոչ մի տեղ չեմ գտնում, թե այս գիրքը ով էր գնել։ Բայց ես հաստատ ուղարկել եմ այդ մարդուն հաշվետվություն, որ գնել ենք այս գիրքը ձեր անունից։ Դրա համար, եթե դուք տեսնում եք այս վիդեոն ու ես ձեզի այս նամակն եմ ղրգել, խնդրեմ գնայեք, էլի ես ձեր անունից ինչ գիրք եմ ձեռք բերել։ Եթե փիլիսոփայության գիրքը ձեր գնվածներից է, խնդրեմ տեղյակ պահեք, որովհետև իմ ցանկից մեջ ընդհանրապես այս մեկ գիրքն է, որ անուն ազգանունը ես կորցրել եմ։ Եվ իհարկե պետք է գտնենք, թե ով էր այս գիրքը ուղարկել, սա կգտնեմ, սա գիտեմ որտեղ է։ Այնպես որ այս գիրք նվիրող մարդ, խնդրում եմ արձագանքի, այստեղ ես բաց թողում ունի մերած ներողություն։ Սիկտերին կողքի։ Այս նույն շարքից կա հաջորդ գիրքը, ինչպես է տիեզերքը աշխատում։ Այսինքն տիեզերքը ոչ թե աստղագիտությունը, դի առանձին գիրք է, այլ ինչպես է տիեզերքը աշխատում, բացատրված է թե տիեզերքը ինչպես է աշխատում։ Սպեկտրները, աստղերը, սևանցքերը, մոլորակները, մի խոսքով տիեզերք թեմայի մանրակրկիտ բացատրությունն է։ Հա, ես հենց նոր հասկացա, որ այսպես պետք է 1200 հատ գիրք պետք է բացատրեմ։ Հենց նոր հասկացա, թե դի ինչքան շատ է։ How Space Works գիրքը նվիրել է Անահիտ Օհանյանը, այս գիրքը մեր մոտ հասել էր դեռ նախորդ հաշվետվության ժամանակ, բայց ինչ-որ չէի տեսել չամադանի մեջի այդ ցեպը։ Սիկ տեսեք։ Շարունակենք էլի այսօրվա հասած գրքերով։ Հաստողումները լրացրինք։ Հաջորդ գիրքը, նորից փիլիսոփայության մասին է, կոչվի է փիլիսոփայության փոքր գիրք, օրինակ մեծ գիրք է։ Սիկ արդեն ավելի փոքր գիրք է, որտեղ որ ուրիշ ձև է մատուցած նույն փիլիսոփայության թեման, երկուսն է գնայինք, բայց ինքը մեր ցանկի մեջից է, որտեղ մենք ունենք տարբեր դիզայնով գրքեր, Սիգելի DK-ի գրքերից է մեր, ինչպես է, ոչմ, փիլիսոփայության փոքր գիրք, այդպես է անունը, ու պետք է գտնի ուրա։ Հա, Սիգե։ Այս գիրքը մեզի նվեր է տվել Հռիփսիմե Մանուկյանը, համար 27-րդ մարտը, ով որ գիրք է նվիրել։ Հռիփսիմե Մանուկյան ջան, շնորհակալություն։ Եվ այս տոբրակի մեջ վերջի գիրքը, ես այս գիրքն է գիտեմ։ Կոչվի է մեր առաջի թռչունների մասին գիրքն է, իդեպ խոշոր հանրագիտարանները ճամփին են։ Այս գիրքը նվիր է տվել նույնպես Հարություն Գալոյանը, մեր բեռնափոխադրող մեր դաշնամուր տեղափոխող մեր ընդիր ընկերը, որը փոքր թռչունների մասին ուղեցույց է, որտեղից գրբանային ուղեցույց է, որտեղից որ կարելի է ծանոթանալ, որ թռչունը ով է, ինչ է։ Իդեպ այս թեմայով հələ շատ խոսալու բաներ կան, բայց հələ արեք սկսենք սրա բացումով։ Հարությունը եւս մի հատ բացում երավ թռչունների թեմայով, բայց մի համ գտնեմ էլի։ Birdwatch։ Ուրա։ Չեմ գտնի։ Աշկիս էլի խայդարակ եղանք։ Հա, չէ, կդանք։ Հարություն Գալոյան, հասավ տեղ աղբեր ջան։ Всё։ Սիգե, դրինք ընդհանուրի մեջ։ Ստեղ հələ ես հələ առաջի յաշիկն եմ սկսել, գիտեք, չէ։ Հələ նոր առաջի տուփան է սիգել, կողքս երկու յաշիկ է կա։
Հաջորդը որ նոր եսը չգիտեմ որն է։ Վերեք բացենք ճոգենք։ Մենք պետք է սաղ ընթացքում զգուշ եղնենք չտանք հերը չանիծենք։ Վաու, ժորդ ես գիրկը հետաքրքիր անսպասելի կրկերից է, ուրեմն հրաշքների և կախարդանքների մասին պատմություն, ովքեր որ հետաքրքրված են Magic, հրաշքների մասին, եք իշկնել է հրաշք, վերևի կարմիր լույսը փայլ է գվրեն, ինք իրականում արձատագույն է, և արեք պատահական էջ բացենք, մի խոսքով հրաշք, կախարդանք, ես իմ ինչ է պատմությունների վերաբերյալ, թե դուր դեղից է եկե, որ թվից է եկե, ինչ խեղե որ եկել է, մի խոսքով մենք ունենք այս թեմայով հետաքրքրվող մարդկանց նույնիսկ մոխրոդի գա, հա, այս վերջերս, չէ, թզուկը և ոբշեմ են 7 թզուկների կինոն է լավ բան, դրա պատմությունները, այսինքն կախարդանք և հրաշքներ, հա, վատ թարգմանիչ եմ, եկավ հասավ տեղ, տեսեք, Եվ այս պահին ես կրնամսեմ, որ մեր գրադարանը ամեն հաջորդ օր ծալած ունի սաղ գրադարաններին։ Magic, ինքը խուստուպում է, ինքը անդարում է, ինքը քաղաքում չէ, դիք հիշեք, ինքը աշխարհի ամենաֆանտաստիկ տեղում է։ Magic Gathering, հավոր։ Բայց, հա, այս գիրքն է, ստուգենք համոզվինք, որ սա է, 200 էջ պետք է եղնի։ Չէ, սիգուր իշ գիրք է, հելը մեր օպեմ։ Աշկիս նահադմ բան սախալ եմ երեք, գիտեք, չէ թե չէ։ Գադա, 320 էջ։ Այս գիրքը մեզի նվեր է տվել Մագա Կբեյանը, համար 17-րդ մարդը, ով որ գրքեր է նվիրել Խուստուպ գիտատաճարին մեր ցանկից բացականչական նշան, մեր ցանկից։ Հաջորդը, հլա առաջի տուպն եմ։ Օ, ստեղ ուրեմն 1000 օբյեկտներով ներկայացրած է ցիվիլիզացիաները, այս աշխարհը մենակ հայերի մասին չէ, պարզվի գը, ուրիշ ցիվիլիզացիաներ են եղել այս մոլորակի վրա։ Եվ ցիվիլիզացիաների մասին այս գիրքը, որը ֆանտաստիկ հանրագիտարան է, որը նույնիսկ ես չեմ համարձակվի մեկնաբանեմ, որովհետև մինչև չնայեմ չեմ հասկանա ինչ է։ Ցիվիլիզացիաների մասին հանրագիտարանը, որ թերթեմ կուզեք մնացած սաղ էջերը կուզեք թերթեք, չէ։ Եթե չեմ սխալվի, ցիվիլիզացիաների մասին գիրքը նույնպես նվեր է տվել Մագա Կբեյանը Խուստուպ գիտատաճարին։ Շնորհակալ եմ Մագա ջան։ Մենակ ես չէ էլի, դիք թավա սաղսենք շնորհակալ։ Սիքս տեղ եկավ։ Հաջորդը որը նույնպես պետք է բացվի։ Ինձ թվա ներոպեմ, մադներս չկդրտեմ։ Всё։ Շորտ էսել է նույն շարքից, կոչվի գը Սիքխեր, ինքը իրականում ունի գազարագույն տոն, բայց այս վերևի կարմիր լույսը պես իրան պես հաջելի բանք սարք է, Սիքխեր։ Անկեղծած ես այս բառը լսել եմ, գաղափար չունիմ ու վերջապես գաղափար կունենանք։ Սիքխերի մասին գիրք է, Սիքխերի պատմությունն է, այսպես մարդիկ են եղել, ու այս գրքով մենք կիմանանք Սիքխերը ով են եղել։ Մեր ցանկից էինք այս գիրքը, ու այս գիրքը նույնպես Խուստուպ գիտատաճարին նվեր է տվել Մագա Կբեյանը։ Մագա Կբեյանը փաստորեն մեզի ցիվիլիզացիայի մասին կսորվեցն է, Սիքխերի մասին կսորվեցն է և կախարդանքների։ Առաջի տուփը պերձավ։ Անցանք երկրորդին։ Հələ երկու տուփ չեմ բացել։ Երկու տուփ հələ չեմ բացել։ Լավ է ծոնդր էս մեկը։ Այո։
Ուրեմն հաջորդ գիրքը Քիշեի որ քիչ ու առաջ ձեզ ցույց տվեցի մի ամ գիրք, որը կոչվեր է ինչպես է դիեզերքը աշխատում։ Սրա նման կա ուրիշ գիրք, որը կոչվի է աստղագիտության գիրք, astronomy։ Այսինքն ստեղ հենց աստղագիտությունն է։ Դիեզերքն է, իսկ աստղագիտությունն է, դրանք տարբեր բաներ են բարձրավի։ Իսկ աստղագիտության գիրքն է։ Մեզի նվեր է տվել astronomy book։ Մեհեր Խաչատրյանը, իդեպ ով է Մեհեր Խաչատրյանը։ Նախ ինքը մեր 26-րդ գիրք նվիրողն է, իմ մտերիմ ընկերներիցս է, որը եղել է խոստուպում բազմիցս եւ իրանք զբաղված են Հայաստանում աստղագիտության տարածմամբ։ Իրանք աստղադիտակներ իշքան գիտեմ կբերեն կվաճառեն Հայաստանում եւ տարբեր միջոցառումներ կկազմակերպեն, որի ժամանակ երեխեքին կամ մարդկանց հետաքրքրվող թույլ կտան աստղերին նայել աստղադիտակներով։ Իսկն մեկ քիչ եմ կենցաղային Նիկոլ եւ Սերժ վիճակներից դուրս գալ երտալ չոլ ընդերից նայել աստղերին։ Այնպես որ եթե կուզեք աստղադիտակ ձեռք բերեք, եթե կուզենաք Մեհերենց աստղադիտակների գործին աջակցեք, իմացեք, որ Մեհեր Խաչատրյանը զբաղվում է այդ գործով եւ ինքը նվիրել է astronomy book-ը։ Մի խոսքով շնորհակալություն Մեհեր ջան, գնաց էլի ստեղ։ Հաջորդ գիրքը այս գիրքը Երևի ես կրկին ամենաշատերից մեկը կսպասեմ, ես ունիմ իմ անձնական կրկերից ցանկը, մոտ 200 հատ գիրք կար, անհամբեր կսպասեմ իմ անձնական ճաշակով, մեկը սիկ է։ Ուրեմն այս գիրքը ժողովուրդ, ես որպես սարերում ապրող մարդ, ինչ որ պահի բդի սկսեմ ինչ որ բան ցանել, ուդել, հա, ժամանակ չի եղել, չեմ ցանել, չեմ ուդել, չեմ կերել, ժամանակ չեմ ունեցել, որովհետև նախ դրա ձևերը չգիտեմ։ Առաջի հայացքից սերմը գցիր աջավ, բայց դրա գիտությունը կա եւ սա ինքնաբահովման մասին գիրք է, թարգմանեմ հայերեն։ Ստեղ կա այն ամեն ինչը, ինչը պետք է, որ դուք իմանաք, որ դուք աջակցնեք, ուդեք եւ կախված չեղնիկ քաղաքից, գյուղից, խանութից։ Մի խոսքով, այս գիրքը շատ օգտակար է եւ իր մեջի գիտելիքները շատ օգտակար են եւ օգտակար կրնային եղնեին նույն Արցախին, այս տիպի գիտելիքները մեզի է պետք, որովհետեւ մենք կրնանանք եղնենք անկախ ցիվիլիզացիայից, որովհետեւ հերի տնից տեղից բանը մեղնեն, մենք կրնանանք մեր սնունդը ապահովենք, մեր հոսանքը ապահովենք, մեր ջերմոցները ապահովենք։ Մի խոսքով սա ֆանտաստիկ գիրք է, որը ես անհամբեր կսպասեի ու ինքը մեր ցանկի ոչ այս միակ գիրքն է այս թեմայով։ Այնտեղ կան էլի ֆանտաստիկ գրքեր ինքնաբահովման թեմայով, որը դուք կրնաք առնիք եւ նվեր տակ խոստուբ գիտատաճարին։ Այս գիրքը self ինչքե։ Հա, գազիգով է։ Գտնիմ։ Այս գիրքը մեզի նվիր է տվել Լուսինե Վարշամյանը։ Մեր վարգանամ համոզվում որ սխալ չեմ, 376 էջ ճիշտ է։ Լուսինե ջան, անչափ շնորհակալություն, սա անձամբ իմ համար շատ կարևոր գիրք է։ Ասենք կոնկրետ ես իրան կարդալու եմ ու ես իրան օգտագործելու եմ իմ կենցաղում։ Լուսինե ջան, շնորհակալություն ու այն մարդիկ ովքեր որ ուզում են զբաղվել ինքնաբահովմամբ, այսինքն իրանց սնունդը իրանք հայթայթեն, սարքեն, արեք խոստուբ գիտատաճար, գիրքը դրած է։ Երևանում չէ, խոստուպում է։ Սիգե եկավ ստեղ։ Հաջորդ գիրքը, որը բացած չէ ընդհանրապես։ Ընդհանրապես չի բացվել, ես փաստացի առաջինն եմ։ 3 գիրք է մեջը։ Ինչ հետաքրքիր զուգադիպություններ, նույն թեմաներն է։ Ուրեմն տոմատի եւ բազիլը ինչ որ բանջարեղեն է։ Մի խոսքով էլի գյուղատնտեսական աջակցնելու թեմայով է։ Իդեպ ժողովուրդ, ես ձեզի մի հատ անկեղծ բան ասեմ, էլի, ես չեմ կասկածում մեր հայկական գյուղատնտեսական գիտելիքների վրա, ու մեր մեծ հայոց պատմության եկած փորձի վրա, բայց հավատացեք, որ այս գրականությունից գյուղատնտեսական որ նոր գալիս է, դուք կկրնանաք ձեր գյուղատնտեսական ոլորտը բազմապատիկ անգամ զարգացնեք ու ավելի լավը սարքեք, քան կա։
այսինքն այն հին մեթոդներից բացի կան ուրիշ նոր մեթոդներ, որոնք փաստացի մենք հավաքում ենք մեր մոտ։ Մի խոսքով տոմատների եւ բազիլը չգիտեմ որն է, բազիլի ինչպես աճեցնել դա ձեր տան 5-րդ հարգում է։ Այս գիրքը Tomato Basil Տիգրան Մուրադյան, Տիգրան ջան, գիրքդ հասել է տեղ։ Շնորհակալ ենք շատ ու Տիգրանը մեր 12-րդ մարտն էր, ով որ գիրք նվիրեց Խոստուկ Գիդա Տաճարին։ Հաջորդ գիրքը, որը ցելոֆոնով փակած է, MS-ին չխփացեմ, որ չխազեմ։ Այստեղ շատ զգուշ օպերացիա դենենք։ Նա всякий ցույց չտամ, որ մի ամի դոր պատրեմ չիմանաք։ Չէ, չպադրեցի։ Չեմ պատրեմ։ Հաջորդ գիրքը կոչվի Low Maintenance, մի խոսքով էլի բաներ աճեցնելու մասին է, բաներ։ Նայեք ինչքան անգարագետ եմ, դաժե չեմ արդեն ենքան ինքը line spectre է, որ մեր ուղեղը կաշխատի պես, չէ, բոստան ունենանք։ Իսկ այդտեղ բարձրավի է բոստանները տեսակներ ունին եւ ամեն տեսակ իր նրբությունն ունի։ Եվ այս գիրքը, որը garden թեմայով է, Տիգրան Մուրադյանն է նույնպես, չէ, Սիգով է։ Հա։ Ճիշտ կսեմ ես։ Հա, Տիգրան Մուրադյանն է նվեր տվել համար 32-րդ մարտը, ով որ մեր Խոստուկ Գիդա Տաճարին անվանական գիրք է նվեր տվել։ Շնորհակալ ենք Տիգրան ջան։ Ճիշտ ծեցի, Տիգրան ջան, մերսի ախպեր ջան։ Սիքստեղ։ Հաջորդ գիրքը էլի գյուղատնտեսության մասին է։ Եվ այս վերնագիրը գրած է ինչպես 3 քառակուսի ֆուտ տարածքում, դիք բավականին փոքր տարածք է, աճեցնել ձեր ուդելիքը եւ սովամահ չեղնել։ Մի խոսքով սիկ էլի ինքնաբահովման մասին է, թե մենք ինչեղ մեզի ապահովենք սնունդով փոքր տարածքներում։ Սրանք չափազանց օգտակար կերկեր են, ժողովուրդ, պրակտիկ օգտագործվող։ Այս թեման գյուղատնտեսական մեր գրադարանում շատ կա։ Սրանք դրա առաջի ծիլերն են, եւ դուք կկրնաք մեր ցանկից garden թեմայով, այգեգործություն թեմայով գրքեր ընտրեք եւ ձեր անունից կամ ձեր երեխու անունից նվիրել Խոստուկ Գիդա Տաճարին։ Խոսկուդամ այդ գիրքը կմնա ստեղ հուր Հավիդյան։ Carol All you can eat։ Այս գիրքը նույնպես նվեր է տվել Տիգրան Մուրադյանը։ Մի խոսքով Տիգրան Մուրադյանը մեզի ապահովում է ինքնուրույն սնունդ հայտայտելու գործում էլի, կօգնի որ մենք նորմալ մեր սնունդը աճեցնենք եւ որակյալ աճեցնենք։ Սիգե եղավ։ Ստեղ ըմպես տնեմ հեշ բան չպալի։ Օ, ժողովուրդ, երկու հատ շատ կարևոր գիրք եմ հիմի բացելու։ Դաժե գիտեք ինչ որտեղ ես այս գրքերի ամեն գրքի պատմությունը արդեն գիտեմ այն դժվարությունները թե ինչերի մեջով են այս գրքերն անցել որ եկե հասել են Սյունիք ու չգիտեմ ինչ որտեղ պետք է գարի առնենք թե չէ։ Ուրեմն այս երկու գրքերը մեկը կոչվի բացած չէ մոտոցիկլետների հանրագիտարան։ Մենք մոտոների հանրագիտարան ունենք, ընկեր մոտոյասերներ։ Այս մյուսը շուտով ցույց կտամ։ Բայց ես ինչ եղ բացեմ, որ էլի փորձանք չեղնի։ Սպասեք։ Վստահ ձեռով օպերացիայի նման պետք է բացվի։ Հարուտ հետաքրքիր նայվի գա։ Շատ լավ է։ Ուրեմն մոտոների հանրագիտարանը ժողովուրդ։ Ես բացում եմ առաջի անգամ իմ կյանքի մեջ մոտոյի հանրագիտարան։ Իրա մեջ մենք ծանոթանում ենք մոտոների հետ, մոտոյի սիրահարներ։ Եվ մենք ունենք մեր ցանկում գիրք, ես կհիշեմ, որ Հարլի Դեվիդսոնների հանրագիտարան է։ Մի խոսքով մեր Խոստուկ Գիդա Տաճարում դուք կգտնեք ձեր սերը տևի ինչ-որ ուղղություն, ընկեր երեխեք, դուք կրնաք մոտոյով զբաղվի։ Ոստեղ կա շարք, ժողովուրդ, տեսեք։ Կա ինքնաթիռների հանրագիտարան, մոտոներինը հենց նոր բացեցի, ավտոմեքենաներինը, եթե չեմ սխալվում, գնվել է ճանապարհին է, կա տանկերի հանրագիտարան, գնվել է ճանապարհին է, բայց չի գնված
գնացքների հանրագիտարանը, տրակտորների հանրագիտարանը եւ հեծանիվների հանրագիտարանը։ Դուք ցանկից կտեսնիք, եթե կուզենաք խուստուկ գիտատաճարին նվիրեք ձեր գիրքը, կրնակ ընտրեք այս շարքից որևիցե մեկը, այնտեղ ցանկի մեջ կա կտեսնիք, բայց ով է նվիրել այս գիրքը ու ինչ է հասել այս գիրքը այստեղ։ Motor hike։ Yeah։ Հայդար ագերանք։ Գդա։ Ուրեմն մոտորների հանրագիտարանը, որը բացարձակ նոր հրադարագություն է, նվիրել է Հովհաննես Ղազարյանը։ Ով է Հովհաննես Ղազարյանը։ Հովհաննես Ղազարյանը Մոսկվայում Դուդուկի դպրոց է հիմնել։ Եվ այս գիրքը նվիրվել է Դուդուկի դպրոցի հիմնողի կողմից Մոսկվայից, որը տրվել է մեր մյուս Արտուրին, ով որին շինանյութներ ղրկի Արտուրն է իր ձեռով բերե հասցրել է Երևան, որը մեր Հարութը Կալոյան բերե հասցրել է ստեղ։ Այնպես որ Հովհաննես Ղազարյան ջան, շնորհակալություն, ու Հովհաննես Ղազարյանը նվիրել է նաև մի հատ ուրիշ գիրք, որը շատերը հենց հիմի կրնա լոզերներ տա նախանձվին, սիկ գրքերի, թռչունների ամփոփ հանրագիտարանն է, եւ ես համոզված եմ Հայաստանում այս գրքից դժվար երկրորդը գտնվի, եթե գտնվի ավելի լավ։ Հատկապես սա կհետաքրքրի իմ գործընկեր Բերտա Մարտիրոսյանին, որովհետև ինքն էլ է գիրք նվիրել, բայց դիք մյուս եթերի վաղտ կսեմ, էլի թռչունների հանրագիտարան է, բայց հայկական։ Ասիկ ես ինչ աղբացեմ որ։ Ոյ աստված ջանսիկ, մեզ պիտի բացվի հերը չանիզեմ։ Ինչի էքսպես փաթեթավորը։ Հովհաննես ջան, բդի Մոսկվա բացեիր այս գիրքը, նայիր, ես կան շտարապ է, աղբերս։ Ուրեմն այս գիրքը ժողովուրդ երևի այսօրվա ամենածավալուն հաստ գիրքն է։ Եվ հա իրա էս վրա ֆլամինգոյը ով է, խելքս չի հասնի, ինքը փայլուն է ու բացում եմ թռչունների հանրագիտարանը, ու առհասարակ հանրագիտարանների ինչող պետք է եղնի։ Պատահական էջ։ Սիկ թռչունների ընդհանուր հանրագիտարանն է, նոր հրադարագությունն է սիկ, բացարձակ նոր է։ Եվ ես այս գիրքը, հա, այս գիրքը նույնպես Դուդուկի դպրոցի Մոսկվայի հիմնադիրն է, նվիրել Հովհաննես Ղազարյանը, Հովհաննես ջան, գիրքդ հասել է խուստուկ, դու Մոսկվա ես, գիրքդ հասել է խուստուկ, բա շնորհակալություն շատ աղբեր ջան։ Սիկ դարեցի ընդհանուրի մեջ։ Բայց դուք ջոգեք ինչ հրադարան հավաքվի։ Հասանք վերջի տուփին։ Ոյ։ Ումես չէ որ ես շատ կխոսամ էլի այսօր 37 րոպե խոսամ գչի պերզնի։ Բայց այդտեղ գիրք չէ։ Հարութ սիգ ինչ է։ Ժողովուրդ սիգ ինչ-որ մեկ հենց ինչ-որ նվեր եղել գե, որը եթերային չէ։ Բացեմ։ Խուժան բաներ չկա։ Ջան։ Հա, տոբրագը։ Ուժում ինձ նվեր են տվել շոր։ Սիգ սաղ քուշանոր կա, դե ապ։ Ադի քուշորը դե։ Բաբ խառնել ես, բայց սիգ խուստուպի հետ ինչ կա։ Սո սիգ են Նեպալի բանից է։ Քարից։ Ապ սիգ բան է, ապ Նեպալի աղ է վայդ է։ Լկներեք էլի։ Հա աղ է։ Նեպալի աղ է ժողովուրդ։ Լավ։ Հարուցիկ դու ես երե։ Աղբեր աղի է։ Հաքսեմ աղի է։ Աղի է, ապսիկ Նեպալի աղ է, ես իրան գիտեմ, աբրիս։ Հասուսա, պոլե չուձես է տա։ Ժողովուրդ վերջ, մերսի հարութ։ Սիգ հետո գե ճոգենք ինչ ենենք։ Բայց սիգ ինձ իքտվար դի լույս միացնեմ, բայց հոսանք չկա որ միացնեմ։ Մի խոսքով ժողովուրդ։ Շնորհակալություն ձեզի։ Այս գրքեր նվիրողների մասին է խոսքս հենց հիմի։
որ էլի կկրկնեմ, ամեն անգամ չեմ ալերելու կրկնեմ, որ դուք վստահ եք։ Շնորհակալ եմ այն 69 մարդուց, ովքեր որ գիրք են նվիրել Խոստուկ Գիդատ Աջարին։ Ու մեր 16 ընկերներից, ովքեր որ գիրք չեն նվիրել, բայց զուգահեռ հազարատ գործով օգնել են։ Մեր թիմը իշխոր ամեն օր մեծանագ է, ովքեր որ լայվին նոր միացան, բացեք սկզբից նայեք, տեսեք ինչ լավ առաջընթացներ ունենք Սյունիքի լանջերին։ Կրկնեմ նորից, սա բիզնես պրոյեկտ չէ, այստեղ բիզնես շահ բացարձակ չկա, ինձի հարցեր են ղրկել, թե քո քյարը ո՞րն է։ Իմ քյարս էս կրկերն են։ Դուք եք կրնակակ այդ քյարից օգտվեք քիչը։ Ու շինարարությունը կշարունակվի մեր 5-6 օրից, որովհետև բանիկ սպասեինք եկավ հասավ նոր սկզբում ցույց տվի եւ դուք կրնակ դառնաք այս ֆանտաստիկ լավ դրական միջոցառման մասը գիրք նվիրելով Խոստուկ Գիդատ Աջարին ձեր կամ ձեր երեխու անունից։ ԱՄՆ-ում այս պահին կա 30 քանի հատ գիրք, որոնք որ սպասում եմ մայիսի վերջ մեր Արտուրը երթա Ամերիկա գծե չհամադանները բերե, հուսամ ռաստամոշկի թեմա չեն բացել գլխին հայերը։ Լիքը գիրք կա, որոնք սպասում ենք, որպեսզի հավաքվին, 3 հատ գիրք։ Արտիգում է սպասում է, որպեսզի վերցնենք։ Մի խոսքով հələ շատ գիրք կա։ Ես ցանկի մեջ, մեր ընդհանուր ցանկի մեջ ավելցրել եմ 31 հատ գիրք, իդեպ ժողովուրդ, այդ վերևի կերկերը նոր շատ թանկ արժեն, գիրք կա $24 է, գիրք կա ժողովուրդ $100 է, կադակ չեմ ենը, բայց մոշնի կերկեր են Հայաստանում չկան եւ ելիք եմ իմ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանի ամենազարգացած, ամենակեր ժամանակակից, ամենաընդիր կրթության օջախը չեղնի ցիվիլիզացիայի մոտ, եղնի բնության գրգերում, որովհետև մենակ այդտեղ է որ հնարավոր է այդ ամեն ինչը վերցնել առանց քաղաքային ու գյուղական շուխուրա աղբի, էլի։ Սկանը ժողովուրդ, շնորհակալություն, ես այս վիդեոն upload-ել եմ YouTube եւ սպասում եմ ձեր գնված գրքերի խաբարին։ Շինարարության գծով օգնություն պետք չէ, մենք կենենք, բայց գրքեր արեք, ղրգեք։ Ստեսություն, ստոպը ուրա։ Ստեղ ստոպ